Ինչի համար եմ ընտրել այս պայքարի միջոցը, որովհետև ես եւ իմ ընկերները չենք ուզում մեր սերունդներին ու Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին, ոչ թե ասել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ժողովրդին, այլ հայ ժողովրդին թողնել նրա ստորագրած ստորացուցիչ փաստաթուղթը, այլ ուզում ենք ժառանգություն թողնել մի արժե համակարգ, որին մեր սերունդները, որի համար նորից պայքարելու են։ Այս պայքարի ձևը լավ որից չի, որ ընտրել ենք, որ մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են նաև հազարավոր մարդիկ, դրանց թվում նաև իմ մարտական ընկերները, որոնցից 6-ը միայն Արցախի հերոս են եղել։ Հայաստանի երրորդ հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որին արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե քաղաքական, թե ռազմական, ինչու ոչ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե տարածքային, թե արժեքային ամբողջ համակարգը։ Եվ դրանով այդ փաստաթղթի ստորագրումով ամեն ինչ չվերջացավ, այլ սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու, դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները ետ վերադարձնելը ու ասել, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից։ Հիմա առաջինը ես կներկայացնեմ իմ պարգևները։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։ Դրաստամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար նորից պաշտպանության նախարարի կողմից։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Պատերազմի մասնակիցները իրենց շքանշանները հանձնեցին ի նշան բողոքի, իսկ ոստիկանները թույլ չտվեցին պարգևները դնել աստիճանների վրա եւ նրանք թողեցին գետնին։